Թրամփի վարչակազմը նախատեսում է կիսով չափ կրճատել պետդեպարտամենտի և արտաքին օգնության գործակալության բյուջեն։ Ֆինանսավորումը պետք է կրճատվի 27 միլիարդ դոլարով, հասցվելով 28,4 միլիարդի։ Այս քայլով կդադարեցվի ԱՄՆ աջակցությունը մի շարք հումանիտար ծրագրերի և համաշխարհային առողջապահական նախաձեռնություններին։ Կփակվեն նաև կարևոր ծրագրեր, ինչպես նաև Fulbright կրթաթոշակը։ Այս ծրագրի միջոցով կրթություն են ստանում ավելի քան 40 երկրի ղեկավարներ և պետական գործիչներ։ Կրճատվելու է նաև պետդեպարտամենտի աշխատակազմը։ Մասնագետները զգուշացնում են, որ եթե ԱՄՆ-ն հետ քայլ անի ու հետ քաշվի միջազգային ասպարեզից, ապա իր տեղը կգրավի Չինաստանն ու Ռուսաստանը։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Թրամփն առաջարկում է ինքնաթիռի տոմս միգրանտներին, հակառակ դեպքում կյանքը ԱՄՆ-ում այլ կերպ կշարունակվի։ Դատարանը դադարեցնում է միգրանտներին անվճար իրավաբանական օգնությունը։ Կալիֆոռնիայում սպորտային խանութները փակվում են, Թրամփի մաքսատուրքերը սպառնում են ապրանքների մատակարարմանը։ Գողություն ֆիլմի սցենարով Լոս Անջելեսում գողերը թունել են փորել լքված թատրոնից և գիշերով թալանել ոսկերչական խանութը։ Բայդենը առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է հայտարարելով, որ Թրամփը վտանգում է միլիոնավոր մարդկանց ապագան։ Երկու բարձրաստիճան խորհրդական հեռացվել են աշխատանքից, կասկածվելով գաղտնի ռազմական տեղեկություններ փոխանցելու մեջ։ Այսօր ձեզ կպատմենք, թե ինչու է Լոս Անջելեսում երկրաշարժը ավելի հզոր զգացվում, քան այլ վայրերում։ Գիտնականներն ասում են, որ հաջորդ մեծ ցնցումը կարող է երկար տևել ու ավելի վտանգավոր լինել։ Այս մասին ավելի մանրամասն կպատմենք թողարկման վերջում, ներկայացնելով Լոս Անջելեսի հողի տակ թաքնված վտանգավոր կառուցվածքը, որը սեյսմիկ ալիքները բազմապատկելու հատկություն ունի։ Այնպես որ թողարկումը դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ ենք ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Թրամփը ապօրինի ներգաղթյալներին առաջարկում է ինքնաթիռի տոմս և ֆինանսական աջակցություն ԱՄՆ-ն լքելու համար։ Կառավարությունը սկսել է ծրագիր, որի նպատակը ինքնակամ արտաքսումների թվի բարձրացումն է։ Մարտին ներգաղթյալների և մաքսային վերահսկողության ծառայությունը արտաքսել է 12300 ներգաղթյալի, ինչը գրեթե նույնն է, ինչը մեկ տարի առաջ։ Ամեն դեպքում սահմանին ներգաղթը կտրուկ նվազել է։ Թրամփի վարչակազմի կոշտ սահմանային քաղաքականության արդյունքում իշխանությունները զգուշացնում են, որ ապօրինի մնացողներին սպասվում է խիստ հետևանքներ, օրական $998 տուգանք, կալանք և հարկադիր արտաքսում։ Բացի այդ, միգրանտներին վախեցնելու նպատակով սոցցանցերում տարածվում են տեսանյութեր խիստ ռեժիմով բանտերից։ Թրամփի վարչակազմը ցանկանում է տարեկան արտաքսել մինչև 1 միլիոն մարդու։ Դաշնային դատավորի որոշմամբ Արդարադատության նախարարությունը դադարեցնում է արտաքսված միգրանտներին անվճար իրավաբանական աջակցություն տրամադրող ծրագրերի ֆինանսավորումը։ Այս փոփոխությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հազարավոր միգրանտների համար, ովքեր փաստաբան վարձելու հնարավորություն չունեն։ Իրավապաշտպանները զգուշացնում են, որ առանց իրավաբանական աջակցության շատերը կարող են արտաքսվել առանց իրենց գործի արդար քննության։ Չնայած իրավապաշտպան կազմակերպությունների բողոքին, դատարանը գտել է, որ ներկայումս բավարար հիմքեր չկան, որպեսզի նախարարությունը շարունակի ֆինանսավորումը։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը էլ ավելի դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների և պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ-ի վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների և այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունը անվճար է։ Պարզապես պետք է լրացնել հարցաթերթիկը, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, և Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։
Կալիֆորնիայում սպորտային կոշիկների խանութները կանգնած են փակման եզրին։ Վաճառողները նախազգուշացնում են, որ առաջիկա ամիսներին սպորտային կոշիկների գները զգալիորեն կբարձրանան, կդժվարանա նաև խանութներում ձեր ցանկացած ոճով սպորտային կոշիկ գնելը ներմուծման սահմանափակումների հետևանքով։ Թրամփի վարչակազմի սահմանած նոր մաքսատուրքերը հատկապես ազդում են այս ոլորտի վրա, քանի որ ԱՄՆ-ում վաճառվող մարզակոշիկների 97%-ը ներկրվում է արտասահմանից, հիմնականում Չինաստանից։ Եթե մաքսատուրքերը ուժի մեջ մնան, սպառողները կարող են դժվարությամբ գտնել անհրաժեշտ ապրանքները, իսկ փոքր խանութները կփակվեն։ Մաքսատուրքերի հետևանքով գները կտրուկ բարձրանում են, իսկ մանրածախ վաճառողները կորցնում են իրենց փոքր շահույթը։ Լոս Անջելեսի կենտրոնում գողերը լքված թատրոնի միջով թունել են փորել և ներխուժել ոսկերչական խանութ, այն էլ գիշերով։ Գողացել են միլիարդավոր դոլարների ոսկեղեն զարդեր ու կանխիկ գումար։ Խանութը ընտանեկան բիզնես էր և ամբողջ գումարը պահված է եղել պահարանների մեջ։ Գողերը նախ անջատել են տեսախցիկներն ու ահազանգման համակարգը, հետո մի քանի ժամ շարունակ աշխատել են, որպեսզի բացեն երկու մեծ պահարանները։ Խանութի տերերը վստահ են, որ կորուստը կարող է հասնել մինչև 20 միլիոն դոլարի։ Ընտանիքի անդամները կարծում են, որ գողերը շաբաթներ շարունակ ամեն գիշեր եկել են ու կամաց փորել թունելը, մինչև հասել են խանութի ներս։ Լոս Անջելեսի այն ռեստորանները, որոնք տուժել են 2025 թվականի հունվարյան ավերիչ հրդեհներից, այժմ կարող են դիմել փոխհատուցում ստանալու համար, որպեսզի վերականգնեն իրենց գործունեությունը։ Ցրել են իրենց աշխատանքը կամ տունը։ Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել աշխատավարձի տեղեկանք, բնակության ապացույց և վնասի փաստաթղթեր։ Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 26-ն է։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորություններին անցնելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Հազվադեպ հանդիպող սպիտակ սկյուռ է հայտնվել ԱՄՆ-ի հարավային Դակոտա նահանգում։ Նա պարզապես նստել էր ծառի վրա և հետևում էր գոլֆ խաղացողներին։ Ալբինոս սկյուռները բնության մեջ չափազանց հազվադեպ են հանդիպում, մոտ 100,000 սկյուռից միայն մեկի մոտ է դիտվում նման երևույթ։ Այս կենդանիները չունեն մելանին, պիգմենտ, ինչի հետևանքով ունենում են բաց գույնի մորթի և վարդագույն կամ կապտավուն աչքեր։ Ամերիկայում առավոտյան սուրճ խմելը թանկ հաճույք է դարձել, քանի որ ԱՄՆ-ում սուրճի 99%-ը ներկրվում է, նոր մաքսատուրքերը ստիպում են սրճարաններին բարձրացնել գները։ Այսօր մեկ բաժակ սուրճը արժե մոտ $5, սակայն գները կարող են կրկին աճել, քանի որ նույնիսկ բաժակներն ու փաթեթավորումը ներմուծվում են Չինաստանից։ Եթե այս մաքսային փոփոխությունը շարունակվի, սուրճի որոշ տեսակներ կարող են դուրս գալ սրճարանների մենյուից։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնը թողնելուց հետո վերջապես խախտել է լռությունը ու խոսել Թրամփի մասին։ Նա քննադատել է Թրամփի վարած քաղաքականությունը սոցիալական ապահովության ոլորտում։ Բայդենի խոսքով նոր իշխանության որոշումները վտանգի տակ են դնում սոցիալական ապահովության համակարգը միլիոնավոր ամերիկացիների համար, ովքեր տարիներ շարունակ վճարել են և հիմա կախված են այդ օգնությունից։ 100 օրում այս նոր վարչակազմը հասցրել է մեծ վնաս ու քայքայում, երկիրն այսքան պառակտված երբեք չի եղել, նշել է Բայդենը։ Ի պատասխան Սպիտակ տունը սուր է անդրադարձել Բայդենի քննադատությանը, նրան մեղադրելով փաստերը խեղաթյուրելու մեջ։ Թրամփը նաև հրապարակեց կտրված տեսանյութ Բայդենի խոսքից, որպեսզի կասկածի տակ դնի նրա մտավորունակությունները։ ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվել են Պենտագոնից, կապված գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետաքննության հետ։ Ըստ մեր աղբյուրի, երկուսն էլ հեռացվել են շենքից անվտանգության ծառայության ուղեկցությամբ, իսկ նրանց մուտքը Պենտագոն արգելված է։ Երկուսն էլ եղել են պաշտպանության նախարարի բարձրագույն խորհրդականների կազմում և մասնակցել են բարձր մակարդակի ռազմական պլանավորման աշխատանքներին։ Հետաքննությունը վերաբերում է մի քանի զգայուն հարցերին, այդ թվում Եմենում նախատեսված ռազմական գործողությունների պլաններին, որոնք ենթադրաբար քննարկվել են սիգնալ հավելվածում։ Դեպքը լուրջ մտահոգություն է առաջացրել ազգային անվտանգության մակարդակում և ստիպել Պենտագոնին ուժեղացնել ներքին վերահսկողությունը։
Թրամփը ստորագրել է մի հրաման, որով ցանկանում է նվազեցնել Ամերիկայում դեղերի գները։ Սա Թրամփի մի քանի տնտեսական նախաձեռնություններից մեկն է, որի միջոցով նա փորձում է ցույց տալ, որ կարող է լուծել բնակչության մտահոգող հարցերը, հատկապես առողջապահության ոլորտում։ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարեցին, որ այս քայլով վարչակազմը փորձում է ընդլայնել դեղերի գները նվազեցնելու հնարավորությունը։ Իշխանությունները վստահեցնում են, որ խնայողությունները կգերազանցեն Բայդենի վարչակազմի առաջին տարում գրանցված արդյունքները։ Թրամփի այս որոշումը դիտարկվում է որպես մրցակցային քայլ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ։ Թրամփի վարչակազմը այս ընթացքում սկսել է մի նոր հետաքննություն դեղերի և միկրոչիպերի ներմուծման հարցով, առաջիկայում մաքսատուրքեր կսահմանվեն այս ապրանքների վրա։ Նրանց նպատակն է ամրապնդել ԱՄՆ ներքին արտադրությունը և նվազեցնել կախվածությունը այլ երկրներից։ Ամերիկյան շուկան մեծապես կախված է Թայվանից ներկրվող միկրոչիպերից։ Թայվանի կառավարությունը արդեն արձագանքել է հայտարարելով, որ կփորձի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որպեսզի չվնասի իր արտադրությունը, քանի որ նման մաքսերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ Թայվանի տնտեսության համար։ Դեղարտադրող ընկերությունները նշում են, որ մաքսերը կարող են դեղերի պակաս առաջացնել և դժվարեցնել հասանելիությունը հիվանդների համար։ Սակայն Թրամփը պնդում է, որ Ամերիկայում պետք է ավելի շատ դեղեր արտադրվեն արտերկրից կախվածությունը նվազեցնելու համար։ Կոնգրեսականները վերադարձել են իրենց ընտրատարածքներ, որպեսզի երկշաբաթյա արձակուրդի ընթացքում հանդիպեն իրենց ընտրողների հետ։ Սակայն հանրապետական օրենսդիրներից շատերը խուսափում են հանրային հանդիպումներից, քանի որ վերջին ամիսներին բախվել են վրդովված ընտրողների քննադատություններին, մասնավորապես Թրամփի վարչակազմի կողմից արված կրճատումների պատճառով։ Մինչև հանրապետականները նվազեցնում են բաց շփումները, դեմոկրատները ակտիվորեն կազմակերպում են հանդիպումներ հենց հանրապետականների ներկայացրած շրջաններում։ Նրանք հայտարարել են, որ հանրապետական օրենսդիրները խուսափում են սեփական ընտրողներից և չեն արձագանքում մարդկանց կարիքներին։ Ջորջիա նահանգի Աքֆորդ քաղաքում կայացել է հանրապետականների հետ հանդիպում, որի ընթացքում եղել է լուրջ միջադեպեր։ Միջոցառումը սկսվելուց անմիջապես հետո մի քանի ցուցարարներ սկսել են ընդհատել ելույթը, բարձրացնելով իրենց դժգոհությունները։ Ոստիկանությունը միջամտեց փորձելով հեռացնել նրանց դահլիճից, սակայն որոշ ցուցարարներ դիմադրել են։ Ոստիկանները ստիպված են եղել կիրառել էլեկտրաշոկային սարքեր։ 3 մարդ ձերբակալվել է, տասնյակ մարդկանց հանել են դահլիճից։ Չնայած միջադեպին, կոնգրեսականը շարունակել է ելույթը, ընդգծելով իր աջակցությունը Թրամփին և նրա քաղաքականությանը։ Նյու Յորքի դատարանում անսովոր մի միջադեպ է տեղի ունեցել։ Դատական գործընթացին մասնակցել է մի տղամարդ, ով չի ունեցել փաստաբան և որոշել է ներկայացնել տեսանյութ, որտեղ խոսում է իր փոխարեն արհեստական բանականությամբ ստեղծված թվային կերպարը։ Տեսանյութում երևում էր ժպտերես կոկիկ հագնված երիտասարդ, ով սկսում էր իր խոսքը դատարանի դիմաց, ինչպես իրական փաստաբանը, բայց չափազանց սահուն խոսքը, անբնական շարժումներն ու ձայնը կասկած են առաջացրել։ Դատավորները միանգամից զգացել են, որ ինչ-որ բան այն չէ և կանգնեցրել են տեսանյութը։ Տղամարդը բացատրել է, որ պարզապես փորձել է այդ կերպ ավելի վստահ ու հստակ ներկայացնել իր միտքը։ Այս պատմությունը նոր հարցեր է բարձրացնում, կարող է արդյոք արհեստական բանականությունը օգտագործվել դատարաններում և եթե այո, ապա ինչպես պետք է վերահսկվի կիրառումը։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկաները Ամազոնը, Գուգլը, Մետան, ինչպես նաև Apple-ը և Microsoft-ը վերջին 10 տարվա ընթացքում վճարել են շուրջ 278 միլիարդ դոլարով պակաս հարկ, քան ինչ պահանջվում էր օրենքով։ Այս ընկերությունները միասին ունեցել են մոտ 11 տրիլիոն դոլարի հասույթ և 2,5 տրիլիոն դոլարի շահույթ, սակայն միջինում վճարել են ընդամենը 18,8% հարկ։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում գործող միջին հարկաչափը 29,7%-ն է։ Վերլուծաբանների կարծիքով հարկերից խուսափելու մեխանիզմները արդեն իսկ դարձել են նրանց գործելավոճի անբաժանելի մասը։ Սա հատկապես խնդրահարույց է, քանի որ փոքր բիզնեսներն ու շարքային քաղաքացիները վճարում են ամբողջական հարկերը։ Լոս Անջելեսը հաճախ է դառնում երկրաշարժների թիրախ։ Ամեն 3 րոպեն մեկ հարավային Կալիֆոռնիայում գրանցվում են նոր ցնցումներ։ Ձեզ մոտ հարց կառաջանա՝ ինչու։ Եվ այսպես, Լոս Անջելեսի տակ կա մինչև 8 կիլոմետր խորությամբ նստվածքներով լցված ավազան, որը փափուկ հողի շերտերի շնորհիվ սեյսմիկ ալիքները ոչ թե կլանում, այլ բազմապատկում է։
Շաբաթներ առաջ Օսկար մրցանակաբաշխությունից հետո Հոլիվուդում տեղի ունեցավ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում, իսկ ընդամենը մի քանի օր անց 4,4 մագնիտուդ երկրաշարժ։ Քաղաքի կենտրոնից ընդամենը 4 մղոն հեռու։ 2024 թվականի օգոստոսին էլ Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում տեղի ունեցավ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, վերջին 3 տարվա ամենախոշոր ցնցումը։ Այն զգացվել էր մինչև Լոս Անջելես և Սան Դիեգո։ Լոս Անջելեսը հաճախ է ցնցվում երկրաշարժից, բայց ուժգնությունը քաղաքի տարբեր հատվածներում տարբեր է, և պատճառը քաղաքի երկրաբանական կառուցվածքն է։ Երբ երկրաշարժ է տեղի ունենում, սեյսմիկ ալիքները շարժվում են գետնի միջով։ Եթե հողը կոշտ է, ալիքներն արագ են անցնում, իսկ երբ նրանք հասնում են փափուկ շերտին, դանդաղում են, բայց էներգիան պահպանվում է, ինչի հետևանքով ցնցումներն ավելի ուժգին ու երկարատև են լինում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Լոս Անջելեսի ավազանում երկրաշարժի ալիքները կարող են 3-4 անգամ ուժգնանալ։ Ալիքները նաև կարող են անդրադառնալ ավազանի պատերից, ինչպես ձայնն է անդրադառնում փակ սենյակում։ Դա է պատճառը, որ ցնցումները երկար են տևում, նույնիսկ եթե էպիկենտրոնը հեռու է։ Ավազանի տարբեր հատվածներում նստվածքները տարբեր են։ Որոշ թաղամասերում հողը ավելի փափուկ է, դա է պատճառը, որ նույն երկրաշարժը կարող է տարբեր ուժգնությամբ գրանցվել։ Նույնիսկ նույն շենքում գտնվող մարդիկ կարող են տարբեր կերպ զգալ ցնցումը, կախված նրանից, թե շենքի որ կողմում են գտնվում։ Այս երևույթը հատուկ չէ միայն Լոս Անջելեսին։ Նման կառուցվածք ունեն նաև Մեխիկոն, Թեհրանը և ուրիշ մեծ քաղաքներ, բայց Լոս Անջելեսում ռիսկը բարձր է, որովհետև քաղաքի մեծ մասը կառուցված է նստվածքների վրա։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք ձեր նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։